Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ մեր մեջ սրբությունն ու աստվածավախությունը շատացնելու։ Ուրեմն այսօրվա թեման է Երեմիա մարգարեությունը։ Սկսում ենք Երեմիա մարգարեության սերտողությունը։ Ուրեմն Երեմիա մարգարեն գործել է մեր թվարկությունից առաջ, մինչև Քրիստոսի ծնունդը, նախքան Քրիստոսի ծնունդը, մեր թվարկությունից առաջ 626-ից մինչև 586 թվականը, մոտավորապես 40 տարի, ամեն։ Իսկ Եսային 700 մեր թվարկությունից առաջ էլի 740 թվից մարգարեացել է մինչև 700 թվեր, էլի մեր 40 տարի էլ Եսայան է մարգարեացել, ամեն։ Ուրեմն այս թվը ինչի համար եմ խոսում այս թվականները, որտեվ սրայից կախված թագավորական գրքերը լրիվ այս թվականներով համընկնում են, ամեն։ Ձեր մոտ նշեք ուրեմն Երեմիա մարգարեին մարգարեացել է մեր թվարկությունից առաջ 626-ից 586 թվականը եւ բաղկացած է 52 գլխից, ամեն։ Ուրեմն Երեմիա մարգարեություն առաջի գլուխ Երեմիայի մարգարե նշանակվելը առաջի գլուխ Բենյամինի երկրում Անաթոֆթի մեջ եղող քահանաներից Քեխկիայի որդի Երեմիայի խոսքեր, ուրեմն Երեմիան քահանայի որդի այլ է։ Հզոր մարգարեները կամ են թագավորական սերնդից կամ քահանայական սերնդից, ինչի համար, որտեվ թե թագավորի սերունդը պարապ էր, ժամանակ ուներ շատ գիրք կարդալու տիրոջը տալու, թե քահանայի սերունդը պարապ էր, տաճարից էր սնվում, մարմնավոր գործեր չունեին, ամեն։ Մի խոսքով, ով որ ժամանակ կտրամադրի գրքի աղոթքի կյանքին, կնվիրվի տիրոջը, Տերը նրան կվերցնի, կդարձնա մարգարե եւ կօգտագործա իր անունի փառքի համար։ Մեր օրում արդեն կապ չունի քահանայի զավակ ես, թե բանվորի, ամեն։ Նվիրվես, օրինակ Աննան ու Հովակիմը Մայրամին տվեցին տաճարին, նա գիշեր-ցերեկ նվիրվավ եւ Տերը մարգարեուի կարգեց, ամեն, Տերը սկսեց գործել։ Կամ Սամվելի հայրն ու մայրը, Աննան եւ Եղկանան ինչ արեցին։ Տվեցին Սամվելին տաճարին եւ Սամվելը նվիրավ գրքի աղոթքի կյանքին եւ Տերը սկսեց խոսել եւ գործել, ամեն։ Ուրեմն թեկուզ Սամվելը նվիրյալ էր, բայց կապ չունի Սամվելն ես, դու ես, եթե դու նվիրվես, մոր որովայից Տերը ընտրել էր, այդպես ծրագիր ուներ։ Մեզանից յուրաքանչյուրի հետ էլ Աստված ծրագիր ունի, մոր որովայից, ով որ հավատքի է գալիս, Աստված ուզում է նրան հոգի փրկող գործիք դարձնի եւ մարգարեանա նրա բերանով, ամեն։ Ուրեմն Բենյամինի երկրում Անաթոֆթի մեջ եղող քահանաներից Քեխկիայի որդի Երեմիայի խոսքերը, որ նրան եղավ Տիրոջ խոսքը Հուդայի թագավոր Ամոնի որդի Հովսիայի օրերում, նրա թագավորության 13-րդ տարիումը, եւ եղավ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի օրերումը մինչև Հովսիայի որդի Սեդեկիայի 11-րդ տարվա վերջը։ Դե Սեդեկիայի թագավորությունով արդեն Հուդան հանձնվում է ու գնում են գերություն ու այդ ժամանակ էլ Երեմիան ննջում է, ամեն։ Քեսեր ինքը Հովսիայի սերնդի ժամանակաշրջանում է մարգարե եղել եւ Հովսիայի եւ նրա չար որդիների կյանքը դրա համար Երեմիա մարգարեության մեջ էլի թագավորած գրքերում երբ ամփոփվում է Երեմիայի անունը դե գործում, ամեն։ Որ նրան եղավ, իսի կարդա, որ երկրորդ խոսքից, որ նրան եղավ Տիրոջ խոսքը Ուդայի թագավոր Ամոնի որդի Հովսիայի օրերումը, նրա թագավորության 13-րդ տարիումը, եւ եղավ Ուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի օրերումը մինչև Հովսիայի որդի Սեդեկիայի 11-րդ տարվայի վերջը մինչև Երուսաղեմի գերության 5-րդ ամիսը։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ Երեմիային ասելով, եւ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով, քեզ որովայնում չստեղծած, տեսեք բոլորիսը տենց է Տեր ընտրել,
Պողոստն էլ ասում, որ ինձ որոշել էր իմ մոր որովայնից իր շնորհքին կանչեց։ Կամ Գործկառաքելոց գրքում գրված է, ովքեր որ հավիտենական կյանքի սահմանված էին, նրանք հավատացին։ Ոչ թե Աստված սահմանելա, որ նրանք դարձի չգան, Տերը գիտի ով կլսի ու դարձի կգա, ով կլսի ու կկարծրանա նրա սիրտը։ Ամեն։ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. քեզ որովայնում չստեղծած, ես քեզ գիտեի, եւ արգանդից դեռ դուրս չեկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարեմ դրել, ալելույա։ Եվ ես ասեցի. ով Տեր Եհովա, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ։ Եվ Տերը ասաց ինձ. մի ասիր, թե ես մանուկ եմ, այլ ուր որ քեզ ուղարկեմ գնա, եւ ամեն ինչ որ քեզ պատվիրեմ խոսիր, մի վախենար նրանց երեսիցը, որովհետև ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ, ասում է Տերը։ Ուրեմն Տերը ինչ դնում է մեր բերաններում, պիտի խոսենք ու չվախենանք, դա պաշտոնյա է, հարուստ է, աղքատ է, լաչար է, հեզա թե խոնար, ամեն։ Դու պիտի հանդիմանես նրան, որ ինքը իր հիմարության մեջ իրեն ճիշտ չկարծի, վերջում էլ Աստծուն չասի, բա ինչու մեկին չէիր ուղարկում, որ ինձ հանդիմաներ, ամեն։ Միգուցե ես ապաշխար էի։ Դրա համար դու եթե տեսնում ես քո կնոջ մեղքը, քո այրի մեղքը, քո զավակի մեղքը, քո ընտանիքի անդամների կամ եկեղեցու անդամների, արի դետին տեղեկացրա, կամ գնա հանդիմանի, կամ դիմի դետին թո դետն հանդիմանի, որ նզովքը չմտնի եկեղեցի եւ քո ընտանիք, ամեն։ Դու տեսար չհանդիմանեցին, դու այդ մեղքին աղորդելար, հասավ հեղի դու էլ պիտի մեռնես որդիներ տել հետը, որտեղ դու տեսնում էիր, որ իրանք մեղ գործելով անեսք էին բերում իրանց վրա ու չհանդիմանեցիր։ Հանդիմանա չի ընդունի, անպորտ ես, ամեն։ Արդեն հարվածը միայն իրա գլխին կգա։ Իսկ եթե չես հանդիմանում, հարվածը կգա ընտանիքիդ վրա, հարվածը կգա եկեղեցու վրա, ամեն։ 9 խոսք։ Եվ Տերը, տեսեք, ըստ նաև գրված է, Տերը ասաց, մի ասիր, թե ես մանուկ եմ, չէ, ինչ որ ուղարկում եմ գնաս այս համարները հոգուց, որ հոգին դնում է քո սրտին, իրականից, հոգին ինչ հրամայում է, հոգուց կառավարվի, մարմինը դրան դեմ կեթա, կարակ այդ համարները գրեք, հոգուց կառավարվող համարները, որ Սուրբ Հոգին քեզի ուր ուղարկում է, գնա, Սուրբ Հոգին քեզի ինչ ասում է, կատարիր։ Տեսեք Գաղատացիս 5:17-ներ ինչ ասում, չլա թե ասում է դուք ինչ որ ուզեք զայն անեք, հապա հոգին ինչ ուզում է, ատիկա արեք, ամեն։ Գրեք Թվոց 9:20-23, Գործկառաքելոց 8:26, հիշում եք Փիլիպոսին ինչ ասավ, ել գնայես ինչ վայրը, վերջ ելավ ու գնաց։ Գործկառաքելոց 12:2-4 Սուրբ Հոգին ասեց, զատեցեք ինձի, Պողոսն ու Բարնաբասը։ Գործկառաքելոց 16:6-10, Հռոմեացիների 8:14, Առաջի Կորինթացիս 16:7, Գաղատացիս 5:17, Եբրայեցիս 6:3 ասում, մենք այդ ամենը պիտի կատարենք, եթե Սուրբ Հոգին հրաման տա, ամեն։ Փառավորվի Քրիստոս։ Նորից կարդամ 7-ը եւ Տերն ասաց ինձ. մի ասիր, թե ես մանուկ եմ, այլ ուր որ քեզ ուղարկում եմ գնա եւ ամեն ինչ որ քեզ պատվիրում եմ խոսիր, մի վախենար նրանց երեսիցը, որովհետեւ ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ, ասում է Տերը։ Եվ Տերը մեկնեց իր ձեռքը եւ դպավ իմ բերանին, եւ Տերը ասաց ինձ Երեմիային. ահա ես իմ խոսքերը քո բերանումը դրի, տես ես քեզ այսօր ազգերի վրա եւ թագավորությունների վրա նշանակեցի, որ խլես, ուշադիր է կարևոր խորհրդավոր բան է, ոնց խլի, որ խլես եւ պոկես եւ փչացնես եւ կորցնես, որ շինես եւ տնկես, ինչ որ մարգարյանաս իմ անունով, ասես եթե դու չես ապաշխարում, այս քաղաքը տունը յուրաքանչյուր անատի ընտանիքին է վերաբերվում մեր օրերում։ Եթե ես ասեմ Արման դու չես ապաշխարում, հարված ես ուտելու, եթե չապաշխարես տունդ քար ու քանդա լինելու, էդի կատարվելու է։ Իսկ ով որ ապաշխարում, ասեմ քո տունը օրհնվելու է եւ Տիրոջ հրեշտակային գնդերը պահապանելու են, քո տունը շինվելու է եւ
օրորի զորանալու ես եւ մարդիկ քեզ մատով են ցույց տալու, որովհետեւ Տիրոջ օգնությունը պիտի հանգչի քո տան վրա։ Ես սավիրը պիտի ասեմ, ով հնազանդ է Տիրոջը։ Իսկ ումը պիտի ասեմ, որ չարիքի ես հանդիպելու եւ քարուքանդա լինելու տունդ։ Նրանով մեղքն անախընտրում եւ աշխարհը։ Ամեն։ Ու էդի ասում է, դու ում ասես լինելու է, որտեվ նա տեսավ, որ Երեմիան սխալ բան չի ասի։ Երեմիան իր եսիկից չի կառավարվի, արդարին կորցնի, ամբարիշտին կյանք շնորհի։ Ամեն։ Վստահ էր Երեմիայի վրա, որտեվ մանկուց տենում էր նրա սերը եւ աստվածավախությունը։ Նորից կարդամ եւ Տերը մեկնեց իր ձեռքը եւ դպավ իմ բերանին եւ Տերը ասաց ինձ. ահա ես իմ խոսքերը քո բերանումը դրի։ Տես ես քեզ այսօր ազգերի վրա եւ թագավորությունների վրա նշանակեցի, որ խլես եւ պոկես եւ փչացնես ու կորսսնես, որ շինես ու տնկես։ Ոչ թե նա պետք գնար սպաներ ու նա գնար շիներ, նա ոնց ասեր Աստված ադիկա կատարելու էր, ամեն։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ Երեմիայից, ասելով. ով Երեմիա, ինչ ես տեսնում, եւ ես ասեցի, մի նշանի գավազան եմ տեսնում, եւ Տեր ասաց ինձ, լավ տեսար, որովհետեւ ես պիտի հսկեմ իմ խոսքերի համար, որ կատարեմ։ Այդ գավազանը իշխանությունը, էլի, այս իշխանությունով ինչ որ ասես, այդ գավազանը տվել եմ քեզ, ամեն, իրան է վերաբերում, դա կատարվելու է։ Եվ հիմա արդեն կատարվում է 13-ից սկսած, թե ոնց պիտի հյուսիսից Նաբուգոդոնոսորը գա եւ բնաջնջի Երուսաղեմը եւ Իսրայելը, էլի, ինչքան որ մնացել էին, որտեղ Իսրայելի մի մասն արդեն գնացել էր գերի, այնի 4 թագավորած 17-ում Էլայի որդի Օվսեի թագավորության ժամանակ է Սաղմանասար թագավորելի հյուսիսից Ասորստանից եկել էր եւ տեղափոխել էր, ամեն։ Հիմա արդեն մնացել էր Հուդան։ Եվ երկրորդ անգամ եղավ Տիրոջ խոսքը դեպի ինձ ասելով. ինչ ես տեսնում դու, եւ ես ասեցի, մի եռացող կաթսա եմ տեսնում ես եւ նրա երեսը հյուսիսի կողմից է։ Եվ Տերը ասաց, եւ Տերը ինձ ասաց, հյուսիսից պիտի հարձակվի, հյուսիսից ով պիտի գար, բաբելոնացիները, Նաբուգոդոնոսոր թագավորի եւ նրա զորքերի արշավանքը դեպի Երուսաղեմ, որ եկան Սեդեկիա թագավորի ժամանակ գրավեցին, հիշում եք, ու սպանեցին, մորթեցին ու շատերին էլ գերի տարան։ Եվ Տերը ինձ ասաց. հյուսիսից պիտի հարձակվի չարիքը երկրի բոլոր բնակիչների վրա։ Ու հիմա տեսեք ինչի համար է չարիքը գալիս, չապաշխարելու, մեղանչելուց չդադարելու, որովհետև ահա ես կկանչեմ հյուսիսի բոլոր թագավորությունների ցեղերը։ Եվ նշան կարակ դնեք ու գրեք Նաբուգոդոնոսորին եւ նրա միաբան բոլոր զորքերը, որովհետև ահա ես կկանչեմ հյուսիսի բոլոր թագավորությունների ցեղերը, ասում է Տերը, որ գան եւ ամեն մեկ իր աթոռը դնե Երուսաղեմի դռան մուտքումը։ Տեսակ որ Հուդան էր մնացել։ Երուսաղեմը Հուդայի մայրաքաղաքն էր։ Հուդան Բենյամինն էր հաճախ հարատևում Երուսաղեմի հետ։ Հուդայի միշտ միաբան էր Հուդային։ Ասում է Տերը, որ գան եւ ամեն մեկ իր աթոռը դնե Երուսաղեմի դռան մուտքումը։ Եվ նրա բոլոր պարիսպների վրա շուրջանակի եւ Հուդայի բոլոր քաղաքների վրա, եւ ես կխոսեմ իմ իրավունքները նրանց հետ, նրանց բոլոր չարությունների համար։ Տեսեք, որ ինձ թողած, տեսակ ինչի համար եկավ Բաբելոնացին, որ ինձ թողած ուրիշ աստվածների են խունկ ծխում, եւ իրենց ձեռքի գործերին են երկրպագում։ Բայց դու մեջքդ գոտեպնդիր եւ վեր կաց եւ ասիր նրանց ամեն ինչ, որ ես քեզ հրամայում եմ, նրանց երեսիցը մի վախենար, որ միգուցե քեզ վախեցնեմ նրանց առաջին։ Չվախենաս, եթե վախեցար, ես էլ եմ վախի ոգի թույլ տալու գա ու դու կդիվահարվես, չվախենաս, ես քեզ հետ եմ, ամեն, ես քեզ կպահեմ։ Եվ ահա ես քեզ այսօր մի ամուր քաղաք եւ երկաթե սյուն եւ պղնձե պարիսպներ եմ շինում բոլոր երկրի դեմ,
Ուդայի թագավորների և նրա իշխանների դեմ, նրա քահանաների և երկրի ժողովրդի դեմ, թագավորները, քահանաները, ժողովուրդը լրիվ պղծվել և այլանդակվել էին։ Դե բնականաբար, եթե Երեմիան ասեր դու պիղծ և այլասերված ես, ինչ պիտի անին, պիտի մտցնին տիղմոտ գուբը, պիտի ծեծեին, պիտի փափագեին սպանել, բայց Տերը իրոք պահեց Երեմիային։ Եվ նրանք կպատերազմեն քեզ դեմ, բայց քեզ Երեմիա չեն աղթիլ, որովհետև ես քեզ հետ եմ, ասում է Տերը, որ քեզ փրկեմ։ Ամեն։ Ուրեմն Երեմիան մի գայլախաս քար էր այդ պղծված թագավորների և քահանաների առաջին և նրանց հետևող ժողովրդի առաջին։ Դե բնական է, եթե թագավորն ու քահանան իրար հետ միաբան պղծված են, ժողովրդի 90%-ը գնում է նրանց հետևից։ Նրանց ամեն այլանդակությունները արդարացնում, ասում է իրանք ճիշտ են, որտեղ շատ քիչ ժողովուրդ են մնում Երեմիաների կողքին։ Ով մնաց։ Բարուքն ու Աբդիմելեք։ Այդ հսկա Երուսաղեմից Հուդայից մի հատ Բարուք տաճարի գրագիր, մի հատ էլ Աբդիմելեք։ Մնացածը բոլորը ապստամբ էին, բոլորը չարացած էին Երեմիայի դեմ։ Այսօր դու ասում եք ինչու են քիչ մարդիկ էս նեղ ճամփով գալու։ Նեղ է այն դուրը, ու նեղանցուկ այն ճամփան, և քչվոր են ընդ գնացողները։ Հələ այդ քչից էլ պիտի զտվեն, եսասերները, փառասերները, անձը թաղել չուզողները, ամեն։ Որտեղ ասում մի վախեցիր պստիկոտ, որտեղ հայրը հաճեցավ թագավորությունը ձեզ տա, որտեղ 1-2 հոգի հավաքվեն, 1-2 կամ 3 եսանոնց հետ եմ, դե ասեր 30-ից 40 հոգի, Տերը ինչի ինքը 12 հոգուց ավել չհավաքեց, Պողոսը, ու բոլոր նվիրյալ սրբերը ճգնարանում կային 5-6 հոգի, 10-12 հոգի ավել չէին ճգնում, որտև չէին դիմանա, որտև ոչ բոլորը կատեն աշխարհը կթողեն ու կփակվեն վանքում, ամեն, ճգնարաններում, ու գիշեր ու ցերեկ իրենց կնվիրեն գրքին, աղոթքին ու պաշտամունքին։ Հեսա դու տեսնում եք ինչքան չարը պայքարում, որ չփակվեք սենյակում, չխորանաք գրքի աղոթքի մեջ, իրեն չենք ուրիշ տեղի։ Փառավորվի Քրիստոս։ Այսքանով ավարտեցինք Երեմիա մարգարեության առաջի գլխի սերտողությունը, ամեն։ Երկրորդ գլուխ, Իսրայելի ապստամբությունը և պատիժը, երկրորդ գլուխ, և Տիրոջ խոսքը եղավ ինձ, Երեմիան նկատի ունի, Երեմիային, և Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով, գնա և կանչիր Երուսաղեմի ակաժներին և ասիր, այսպես է ասում Տերը, հիշեցի քեզ համար քո երիտասարդության քաղցրությունը, քո հարստության սերը, քո իմ ետևից գալը անապատի մեջ, այն չսերմած երկրումը, թե անցյալումից ձևիր ինձ սիրում և իմ ետևից վազում է տայիշում, սուրբ էր Իսրայելը Տիրոջը համար, նրա արդյունքի առաջնեկը, բոլոր նրան ուտողները հանցավոր էին լինում, մի խոսքով ով որ կպնում էր Իսրայելին, ով որ կպնում էր պատժվում էր, բոլոր նրան ուտողները հանցավոր էին լինում, չարիք էր գալիս նրանց վրա ասում է Տերը, բայց հիմա ոչ թե կպնողներին է պատժում, չկպնողներին, հորդորում է որ գնան ու պատժեն Իսրայելին իրաց մեղքի պատճառով, ամեն։ Բոլոր նրա ուտողները հանցավոր էին լինում, այո, արդարին կպնողը ասա աչքի բիբինա կպչում, նա խիստ կպատերազմի, դու չկասկածես մի տոկոս, թող Տիրոջ ասա Տերիմ նման կեղտին սալը քիչ է, բայց դու ողորմա իրեն, մեղք չսեպես, ամեն, մնացածը Աստված գիտի ինչ կանի, դու նրան լավը կամեցի, ցույց տու որ ատում ես քեզ, զզվում ես քեզանից եւ ով որ էլ քեզ անարգում է շատ տեղն անում, ամեն, դու ըտու մեջ հարատևի, մնացածը արդեն Աստված գիտի ինչ կանի։ Բոլոր նրա ուտողները հանցավոր էին լինում, չարիք էր գալիս նրանց վրա ասում է Տերը։ Լսեցիք Տիրոջ խոսքը, ով Հակոբի տուն եւ Իսրայելի տան բոլոր ազգատոհներ, այսպես է ասում Տերը,
ձեր այրերը ինչ անիրավություն գտան ինձ վրա, որ հեռացան ինձանից, որ թողեցին ու պղծության հետևից վազան։ Տեսեք, բոլոր պատիժները պղծության և մեղքի համար է եկե Իսրայելին, 99%, հələ կարելի է 100%։ Ձեր այրերը ինչ անիրավություն գտան ինձ վրա, որ հեռացան ինձանից և ունայնության ետևից գնացին և ունայնացան։ Իսկ ունայնությունը իշնա մեղքն ու կռապաշտություն։ Եվ չասեցին, թե ուր է Տերը, որ մեզ վեր հանեց Եգիպտոսի երկրիցը, որ մեզ մանացեց անապատումը, ամայության և փոսերի երկրումը, չորության և մահվան ստվերի երկրումը։ Այնպիսի մի երկրումը, որով մարդը չէր անցնում և ուր մարդ չէր բնակվում, էսի անապատում է Տեր այդ ձև պահելա։ Եվ ես ձեզ բերի մի պտղաբեր երկիր, եսի արդեն Քանանի երկիրը նկատի ունի։ Եվ ես, սի Աստված է խոսում Երեմիայի բերանով, և ես Աստված ձեզ բերի մի պտղաբեր երկիր, որ ուտեք նրա պտուղը և նրա բարիք, և դուք հուդայանք իսրայելացիք մտաք և անմաքուր արիք իմ երկիրը, և իմ ժառանգությունը պղծություն շինեցիք։ Քահանաները չասեցին, թե ուր է Տերը, և օրենքը ձեռքին բռնողները ինձ չճանաչեցին, և հովիվները ապստամբեցին ինձ դեմ գրքից հեռանալով, և մարգարեքը բահահով մարգարեացան, և անպիտան բաների ետևից գնացին։ Տեսեք, լրիվ մեղքի պատճառն է, որ պատժվել են։ Սրա համար ես դեռ վիճում եմ ձեզ հետ, Աստված է խոսում։ Եսը կարակ նշան դնեք ու գրեք Աստված։ Սրա համար ես դեռ վիճում եմ ձեզ հետ, իսրայելացիների, ասում է Տերը, և ձեր որդկանց որդիների հետ եմ վիճելու։ Տեսեք, ձեր մեղքի պատիժը որդկանց որդիների գլխին էլ է թափելու, որտեղ նրանք չեն էլ ուղղվելու։ Եթե ուղղվեն Ովսեի նման, Տերը բարկությունը կերաստի, բայց Տերը տեսնում է, որ այդ պղծված կռապաշտներից կռապաշտի կռապաշտ է ծնվելու, ամեն։ Սրա համար ասում, սրա համար ես դեռ վիճելու եմ ձեզ հետ, ասում է Տերը, և ձեր որդկանց որդիների հետ եմ վիճելու, որովհետև անցկացեք գիտացիների կղզիները և տեսեք, և մարդ ուղարկեցեք Կեդար, սի Էթանոս գիտացին չինացիքը նկատի ունի, Կեդարը, իրաց կողքի այդ երկրներն էլ լանցեք, ասում է տեսեք, որտև անցկացեք գիտացիների կղզիները և տեսեք, և մարդ ուղարկեցեք Կեդար, և մեկ լավ հասկացեք և տեսեք, թե արդյոք մի այդպիսի բան եղած կա, թե արդյոք մի ազգ փոխել է իր աստվածները, թեպետ նրանք աստվածներ չեն, կուռքեր են, բայց իրանց համար էդի Աստված է համարվում։ Տեսեք, կուռքի նվիրյալները ինչքան են նվիրված, որ մի ազգ չի փոխել իր Աստծուն, բայց դուք տասնապատիկ անգամ փոխեցիք ինձի։ Խոսել, թե արդյոք մի ազգ փոխել է իր աստվածները, թեպետ նրանք աստվածներ չեն, բայց իմ ժողովուրդը Իսրայելը փոխել է իր փառքը մի այնպիսի բանով, կուռքով, որ օգուտ չունի։ Երկինք զարմացեք այս բանի վրա, սոսկացեք և շատ հիացեք, ասում է Տերը, որովհետև իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն գործեց, ինձ կենաց ջրի աղբյուրս թողեցին, որ իրենց համար հորեր փորեն, ծակծակոտ օրեր, որոնք չեն կարող ջուր պահել իրենց մեջ, ամեն։ Այդ ծակծակատ հորեր այդ Աստծուն թողելով ուրիշ սուտ կուռքերի ապավինելն է, Աստծուն թողելով մարմնավոր բժիշկներին ապավինելն է, ամեն։ Աստծուն մի թող, Աստծուն ասա Տեր ինչու համար է իմ կյանքն սենց, միայն նա կարա քո ցավերը բժշկի և նեղությունից քեզ ազատի, ամեն։ Եթե Տերը չբժշկի, զուր են չարչարվում բժիշկները, եթե Տերը քեզ չփրկի նեղությունից անի, զուր են չարչարվում սուտ փրկիչները։ 14 խոսք։ Ծառա է Իսրայելը, կամ թե ընդոցի ծառայից ծնվածը ընդոցին է։ Ծառա է Իսրայելը,
կամ թե ընդոցի է նա, ապա ինչու համար հափշտակության մատնվեցավ։ Նրա դեմ մռնչեցին առյուծի կոյլունները, հանեցին իրես ձայնը և նրա երկիրը ավերակարին, նրա քաղաքները այրեցին, որ բնակիչ չմնաց։ Էսի լրիվ Իսրայելի և Երուսաղեմի կործանումը։ Մեմփացիների ու տափնացիների տղերքն էլ արածեցին քո գագաթի վրա։ Էլի եկան այդ տղերքը, այդ սաղ ժողովուրդը տիրացան քո ամեն ինչ։ Չէ որ սա արավ քեզ քո Տեր Աստծուն ձգելդ։ Ասմաղ որ իր Տեր Աստծուն թող իր մահը կսիրի։ Տեսեք բոլոր տեղերում այդպես Աստծուն թողել նա չարիքի կամ ցավերի կամ վաղաժամ մահի տարե։ Սկզբից Տերը չի պատժե, ետքը որ դու չես ապաշխարե, քո ընտանիքի անդամներում տեսել ես մեղքն ու պղծությունը չես հանդիմանե, դու էլ ես նրանց հետ կորե, ամեն։ Որտև եթե դու մեղքը տեսնում ես չես հանդիմանում, դու մեղքին աղորդ ես, դու էլ ես բնաջինջ լինելու այդ մեղքը գործողնել։ Տեսեք ինչպես հեղին և իր որդիները։ Չէ որ սա արավ քեզ քո Տեր Աստծուն ձգելը։ Այն ժամանակ երբ նա քեզ առաջնորդում էր էսի Աստծո առաջնորդությունը նկատի ունի։ Այն ժամանակ երբ նա Աստված քեզ առաջնորդում էր ճանապարհում է, ոչ մի բան չէր պատահում քեզ, ամեն, որտեղ իր հրեշտակային գնդերը քեզ պահապան էին։ Եվ հիմա ինչ ունիս դուն Եգիպտոսի ճանապարհումը, որ Սիովրի ջուրերը խմես, և ինչ ունիս դու Ասորեստանի ճանապարհումը, որ գետի ջուրերը խմես։ Քեզ քո չարությունն է խրատում, և քո անհավատարմություններն են քեզ հանդիմանում։ Արտիմացիր և տես, որ չար և դառն բան է քո Տեր Աստծուն թողելը, և իմ երկյուղը քեզ վրա չլինելը, ասում է Զորաստերի Եհովան, որովհետև դու ի վաղուց ես կոտրել քո լուծը և քո կապերը կտրել, և ասել ես, թե չեմ ծառայում, Աստծուն ես չեմ ծառայում, ես զզվում եմ այդ ծառայությունից, որովհետև ամեն բարձր բլուրների վրա և ամեն կանաչ ծառի տակ պառկեցիր դուն պոռնկացար։ Բա կուռքերին ո՞նց էիր ծառայում։ Եթե դու օգներ էիր ծառայությունից, դե կուռքերին էլ թող չծառայեիր, ամեն։ Ուրեմն դու Աստծուն չէիր ընդունում որպես Աստված, այլև քո անձին հաճո աստվածներ փնտրեցիր, ամեն, որ քո կրքոտ ցանկություններին չի հանդիմանում, ամեն բան թույլ է տալիս։ Դու ուզում ես անունը դնես Աստված, ամեն այլանդակությունն անես ու ասես ես Աստծուն հաճելի եմ, ամեն, սա է քո կործանման միակ առիթը, որովհետև դու ի վաղուց ես կոտրել քո լուծը և քո կապերը կտրել, և ասել ես, թե չեմ ծառայում, որովհետև ամեն բարձր բլուրի վրա և ամեն կանաչ ծառի տակ պառկեցիր դու պոռնկացար, և ես Աստված եմ խոսում, քեզ Իսրայել պղծված ու դա տնկել էի իբրև ընտիր որդի, բոլորովին հավատարիմ սերմ, բայց դու ինչպես փոխվեցար ինձ համար վայրի որդի անպիտան ճյուղեր դարձար, որովհետև եթե բորակով լվասվիս և շատ օճառ գործածես, քո անօրինեությունը պիտի մնա իմ առաջին իբրև արատ, ասում է Տեր Եհովան։ Ինչպես կարող ես ասել, չեմ պղծվել, բահաղների ետևից չեմ գնացել, մտի կարա հովիտի մեջ քո ճանապարհին, հասկացիր, թե ինչ ես արել, ով թեթևաշարժ, մոլորաշավիղ մատակ ուխտ, մոլորվող շավիղների մեջ, մոլորաշավիղ, մի վայրի էշ, որ սովորած է անապատին, և իր հոգի ցանկությունով էլի, իր հոգի ցանկությունը պիտի լինի իր հոգի ցանկությունով օդ է ծծում, մեղքն է ծծում, էլի էս նկատի ունի։ Ով է կարող նրա տրփանքը ետ դարձնել։ Նրա բոլոր որոնողները չեն վաստակում, նրան իր ամսումն են գտնում։ Ետ պահիր ոտքդ մերկությունից
և կոկորդդ ծարավությունից, բայց դու ասեցիր, անկարելի է, ոչ, որովհետև ես սիրել եմ օտարներին, օտար աստվածներին, և գնալու եմ նրանց ետևից, ինչ ուզում ես արա, քեզ չեմ ծառայելու, ես սիրում եմ այս ազատ կրոնը, այս ազատությունը, սիրում եմ աշխարհը, քեզ չեմ ուզում ծառայել, ինչ ուզում ես արա, ինչ արավ, բնաջնջեց, ամբողջ Հուդան ամայի մնաց, տեսակ ինչ էր ասո բարկությունը տան վրա բերելը, կբնաջնջվես, մինչև 7-րդ սերունդդ կմեռնի, ահա թե ինչա քո Տեր Աստծուն թողելը, դու Աստծուն հակառակ էթալով ուզում ես Աստծո տված կյանքը բարիքները վայելես, չես տեսնի, կխլի քեզանից ու կտա ամբարիշտին, ամեն, ու դու սաղ կյանքդ մռմռալու ես։ 26. Ինչպես որ ամաչում է գողը, երբ որ բռնվում է, նույնպես էլ ամաչելու են Իսրայելի տունը, նրանք իրենց թագավորները, իրենց իշխանները և նրանց քահանաներն ու մարգարեները, որոնք ասում են փայտին իմ հայրն ես և քարին դու ծնեցիր ինձ, տեսեք ես իսաղ կուրքերն և քարին դու ծնեցիր ինձ, որովհետև նրանք իրենց մեջքը դարձրին դեպի ինձ Աստծուն և ոչ թե երեսը, դե Աստծուն որ դու իրեն առաջնային փնտրես, դու միշտ իրեն նայես, իր օրենքներով քայլես և իրանով հրճվես, ոչ թե առամարական մեկ մեջքի կողմով նայես, որովհետև ասում են փայտին իմ հայրն ես և քարին դու ծնեցիր ինձ, որովհետև նրանք իրենց մեջքը դարձրին դեպի ինձ և ոչ թե երեսը, բայց իրենց ձախորդության ժամանակին վեր կաց և ազատիր մեզ, արդ ուր են քո աստվածները, որ շինեցիր քեզ համար, թող նրանք վեր կենան, գուցե քեզ օգնեն քո ձախորդության ժամանակին, դե որ զորավոր են կուրքերդ ինչես դառնում նեղության մեջ Եհովային կանչում, դե որ աստված են դրանք նրանց դիմիր, թողան օգնեն քեզ, ում ծառայել ես, նրան էլ դիմի, ես քեզ չեմ օգնելու, այդ դրա համար Աստված թողում է կուրքերի հետ դու մնաս մենակ, որ դու տեսնես կուրքի ոչնչությունն ու անզորությունը, ում որ ապավինել է իր մարդկային բազուկներին, կոտրվում ու սնանկանում է, որ դու մարդու բասկին ապավինելը թողես ու թե բուժման հարցում, թե օգնության հարցում, թե ամեն բանի կարեկցության հարցում դիմես միայն Եհովա Աստծուն, ամեն։ Արտուր են քո աստվածները, որ շինեցիր քեզ համար, թող նրանք վեր կենան, գուցե քեզ օգնեն քո ձախորդության ժամանակին, որովհետև քո քաղաքների չափ եղան քո աստվածները, ով Հուդա, ինչու համար վիճում եք ինձ հետ, դուք ամենքդ ապստամբել եք ինձ դեմ, ասում է Տերը, ես զուր եմ ծեծել ձեր որդկանցը, նրանք խրատ չեն առել, ձեր սուրը կերել է ձեր մարգարեներին, ինչպես մի ապականիչ առյուծ, ով ասկ, դուք, էսի էլի Իսրայելին նադիմում, ով ասկ, դուք մտի կրեք Տիրոջ խոսքին, միթե ես Իսրայելի համար անապատ եղա, կամ մի մառախլապատ երկիր, ինչու համար է ասում իմ ժողովուրդը, ազատ ենք, այլևս չեն գալիս քեզ մոտ, միթե կույսը կմոռանա իր զարդը, կամ հարսը իր գոտին, բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ, այնքան օրեր, որ թիվ չունի, ինչ լավ սարքում ես քո ճանապարհը, որ սեր որոնես, հենց դրա համար էլ ընթացքդ սովորեցրել ես չար կնիկների, քո տեսեք չար կնիկների արազները, սա աբորտ կոչված մանուկասպանությունն է, որ իրանք իրենց կրքերի համար ըղիացել են, բայց սպանել են, որ այդ մանուկները լույս աշխարհ չգան և ինչքան մեծ մեղք կա դա, ինչ լավ սարքում ես քո ճանապարհը, որ սեր որոնես, հենց դրա համար էլ ընթացքդ սովորեցրել ես չար կնիկներին, քո քվանցքներում անմեղ
աղքատների հոգիների արյուններ էլ է գտնվում, թե արյուններ քահանաների վրակիների։ Ես նրանց չգտա թաքուն որոնմամբ, այլ այս ամենի վրա, բայց դու ասում ես, թե ես անմեղ եմ, ինչ մեղք եմ գործել, չեմ ուզեմ չէ, չեմ ուզել չեմ ունեցել, իմ կամքը չէր, բայց անգամ մանուկը մեկ օրական, մի ամսական, դա համարվում է հոգի ու դու հոգի ես սպանել, այ մարդասպան դայիճ, ինչ կլիներ, որ մայրդ քո հանդեպ տենց վարվեր, հիմա դու երկրի վրա չէիր լինեի, բայց դու ասում ես, թե ես անմեղ եմ, հենց նրա բարկությունը ետ էլ դարել ինձանից, ահա թե Աստված որ չի պատժում, ասում ես արիեմ, բնջի չեմ պատժվել, դու գիտես թե տենց է, բայց Տերը ողորմում է, որ զղջաս ու դարձիկաս, բայց դու ասում ես, թե ես անմեղ եմ, հենց նրա բարկությունը ետ է դարել ինձանից, ահա ես քեզ հետ պիտի դատ վարեմ քո ասելու համար, թե որ ես քեզ ժամանակ եմ տալում, որ դու ապաշխարես, բայց դու իմ դեմ ես օգտագործում իմ բարությունը, ահա ես քեզ հետ պիտի դատ վարեմ քո ասելու համար, թե չեմ մեղանչել, ինչ ես շատ թափառում, ճանապարհներդ փոփոխելով, Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորստանիցն ես ամաչել, սրանից էլ դուրս կգաս, ձեռքերդ էլ գլխիդ, որովհետև Տերը մերժել է քո ույսերը, և դու չես հաջողվելու նրանցում, ամեն, այսքանով ավարտեցինք Երեմիա մարգարեության 2-րդ գլխի սերտողությունը և մեր այսօրվա սերտողությունը, մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ, ամեն։